Բարեկամներ, կրկին շարունակում ենք ձեզ ներկայացնել այսօրվա թողարկումը, որ կոչվում է, գիտեք, երկիրը, այս անգամ Գեղարքունիքի մարզում ենք, Գեղարքունիքի ու Տավուշի սահմանագլխին։ Մինչ դուք դիտում եք գյուղը վերևից, մենք եկանք մի շատ հետաքրքիր տեղ։ Այո, սա Կալավանն է, Կալավան գյուղ եւ Կալավան հնավայրեր է, Կալավան մեկը քիչ հեռու է, որը մեր թվարկությունից առաջ առաջին, երկրորդ, երրորդ հազարամյակների, սա Կալավան երկուսն է, մեկ, երկու, եւս երկու պեղման վայրը, այսպես ասենք, մյուս կողմում են, մեզանից մի քանի օր անց կգան հնագետները, կշարունակեն իրենց գործը, մի ժամանակ ասում են, որ այստեղ 35,000 տարվա մարդու գործունեության հետքեր կան, հիմա պարզվում է, որ այդ թիվը բարձրացել է, հասցնում ենք մինչև 70-75,000-ի։ Ու շատ հնագետներ համոզված են նաև հույս ունեն, որ նեանդերթալյան մարդու որևէ մասունք այստեղ կգտնեն, իհարկե հնագետներին իրենց հնագիտական պեղումներում հաջողություններ ենք մաղթում, այո 5 քառե դար, սրանից հին ինչպես ասում են գրեթե չի լինում, այստեղ շատ կան նաև բրոնզե դարյան ժամանակների վկայություններ, ահավասիկ այս կողմում էլ դամբարաններ, մենք այստեղ ապրում ենք, մենք որ ասում ենք մենք եւ մեր նախապապերը, մեր նախապապերի նախապապերն էլ հետը, գուցե Homo sapiens-ից էլ առաջ, այո արդեն մի քանի 10 հազարամյակ այդպես ասենք, իսկ նորագույն պատմությամբ Կալավանը մեր մյուս գյուղերից առանձնապես չի տարբերվում, վերջին 100-150 տարիներին այստեղ ապրում էին թուրքերը, հետո ազգային շարժում Թուրքերին ճանապարհեցինք եւ դիմավորեցինք ադրբեջանական ԽՍՀ-ի հիմնական Շամխորի շրջանից եկած մեր հայրենակիցներին, նաեւ Բաքվից, Սումգայիթից, բայց հիմա Կալավանում ապրում են նաեւ, ասենք, շատ երևանցիներ, որովհետեւ Կալավանը դարձել է հայկական գյուղական զբոսաշրջության իսկական խորհրդանիշը, համոզված եմ դրա մասին շատերդ եք լսել, գյուղը ու ասենք չկա միտում, որ վաճառվում է, ուզում եք տուն գնել, չկա այդպիսի բան։ Գյուղ, որը հիմնական մայրուղուց 7 կիլոմետր է հեռու, գրունտային ճանապարհ է, գյուղ, որ վարելահողեր չունի, մարդիկ դաշտավարությամբ չեն զբաղվում, գյուղացիք առհասարակ հիմնականում գյուղատնտեսական աշխատանքներով չեն զբաղվում, բայց իհարկե ունենք լավ անաստապաններ, մարդիկ, ովքեր որ շեշտը դրել են հենց տուրիզմի զարգացման վրա, մենք Կալավանում ենք ու պիտի երևի առաջինը գնանք այն մարդու մոտ, ով նախաձեռնեց Կալավանը տուրիստական կենտրոն դարձնելու գործը, հանդիպելու ենք Ռոբերտի հետ, համոզված եմ, որ գյուղում է։ Ռոբերտես տուն են գալիս, առաջին հյուրատունը, անկեղծ ասած Ռոբերտի հետ բոլորովին վերջերս եմ ծանոթացել, շատ զրուցել ենք, այսօր բարի լույսը այստեղ ասենք, բարի լույս Ռոբերտ։ Ծանոթացեք Ռոբերտի հետ, մարդ որ նախաձեռնեց ես, չգիտեմ էլ ինչ ասեմ, որովհետև կրկնում եմ հայկական, հայաստանյան, գյուղատնտեսական, գյուղական, էկո, ինչ ասես էլ, ինչ-որ բրենդ է դարձել, Ռոբերտ արդեն մի քանի տարվա պատմություն ունի, շատերը չէին հավատում, շատերը հավատում էինք, բայց կարևորը կամքն է։ Մի հարց եմ էլի ուզում տալ, այս նույն հրաշք բնությունը Լոռիում էլ ունենք, Լոռվա շատ գյուղերում, այստեղի շատ գյուղերում, Տավուշի, Սյունիքի, Արցախի, բայց Կալավանը առանձնացավ էլի, այդ ինչն էր, համառությունը ասեմ։ Նաև համառություն է, իհարկե, բայց շատ կարևոր էր ներքին ոգևորությունը։ Դրա մասին ասացի։ Դա շատ կարևոր է, առանց դրա, առանց ոգևորված բնակչություն ունենալուց մենք չենք կարող ոչինչի հասնել։ Կալավանը մի օր դառնալու է այտենց Ծաղկաձոր, Դիլիջան։ Այստեղ մենք միանշանակ չենք ուզում լինել Ծաղկաձոր ունենալը շատ լավ է իհարկե, բայց մենք պետք է նաև մտածենք, որ Հայաստանում ունենանք տարբեր Ծաղկաձոր չէ, ասենք Ենոքավան օրինակ։ Հա, նա էլ մեկ այլ ֆորմատ է, այսինքն մենք պետք է այցելուներին տանք տարբեր պրոդուկտներ։ Թող Հայաստանում մի փոքրիկ գյուղ լինի այնպեսին, ինչպեսին որ կա այսօր։ Այսինքն այդ բիզնեսը պիտի լինի նաև գյուղացուն։ Հասկացա։ Դուք ձեր գործերով մենք էլ գնանք ձեր հրաշալի գյուղում շրջենք, հանդիպենք մարդկանց, տեսնենք ում կհանդիպենք, ինչ կտեսնենք, բայց տուրիզմի թեմայից անդադ խոսելու ենք։ Շատ հաճելի էր։ Ինձ նույնպես շատ ուրախ եմ։
Ասացի մոտ 100-150 մարդ է ապրում, կախված տարվա եղանակից գնում են գալիս են եւ այլն։ Հիմնականում դե իհարկե եթե այստեղ են ապրում երեխաներն էլ պիտի դպրոց գնան, 19 աշակերտ ունենք դպրոցում, մեկը այս տարի 12-րդ դասարանն ավարտել է, առաջին դասան սեպտեմբերի 1-ին կգան 2 կալավանցի երեխա, դա լավ է, համոզված եմ կալավանի բնակչության թիվը գնալով ավելանալու է ու լավ է որ երիտասարդ գյուղ է։ Ճանապարհի մասին արդեն ասացի, դե գազաֆիկացում չկա ու կարծում եմ որ առաջիկայում չի էլ լինելու, որովհետև բաժանորդների թիվը քիչ է ու հաստատ գիտենք որ գյուղացին էլ տունը գազով չի տաքացնում, ջրի մասին արդեն ասացի, լավ կլինի որ գիշերային լուսավորության հարցը լուծվի, ի վերջո եթե նաև շատ զբոսաշրջիկներ են գալիս, ցանկանում են նաև երեկոները զբոսնել գյուղի փողոցներով, լավ կլինի որ լուսավորության հարցը լուծվի, մնացածը ասելու բան չկա մեծ հաշվով, մնացածը կա աշխատելու կամք, կա նաև տուրիստական շատ մեծ հնարավորությունների մասին չենք խոսում, պետք էլ չի, լավ փոքրիկ գողտրիկ տուրիստական կենտրոն Կալավան։ Ընդհանուր առմամբ ասացի, որ ջրի խնդիր գյուղում չկա, դե իհարկե չկա, որովհետև մեր սարերում բազմաթիվ աղբյուրներ եւ առվակներ, գետակներ կան, անանուն առու է, այսպես ասենք, միանում են քիչ ներքև բարեպատ գետակին, բարեպատն էլ գնում միանում է գետիկին, գետիկն էլ գնում միանում է աղստեփին, աղստևն էլ դե գիտեք գնում է Ադրբեջան, ի վերջո դառնում Կասպիցի բաժին, մեր ջրային պաշարներին պիտի մենք ուշադիր լինենք, խելամիտ օգտագործենք։ Ներքևում է վերևի հատվածում նորակառույցը տեսանք, բարձրացանք, բարձրացած կենտրոն է, բարև ձեզ, Աստղիկը դուք եք։ Այո։ Աստղիկ, ինչ է դառնալու, ես միայն, ասենք, պաշտոնականը հասկացա, գիտական եւ արկածային զբոսաշրջության կենտրոն։ Այո։ Այստեղ գալիս են զբոսաշրջիկներ, կազմակերպում ենք սեմինարներ, հանդիպումներ, վրանային ճամբարներ, Սա հյուրատուն չի, էլի, հյուրանոց չի, ոչինչ։ Հյուրատուն չէ, մենք կազմակերպում ենք, զբոսաշրջիկները գալիս են եւ գիշերակաց են կատարում գյուղի հյուրատներում։ Հասկացա, այսինքն նաև հյուրատներ, հյուրեր բերելու գործն է ստանձնելու այս կենտրոնը, որովհետև ամեն գյուղացի իր տան համար գուցե չկարողանա զբաղվել այդ մարքեթինգով այսպես։ Այո, մենք զբաղվում ենք, հյուրերին բերում ենք եւ գիշերակացը հյուրատներում զբաղվում ենք, թե նոր ենք զբաղվելու։ Մենք զբաղվում ենք կենտրոնը նոր է, 1 տարի է։ Այո, զբաղվում ենք 2013 թվականից։ Ես ֆրանսիացի եմ կամ ամերիկացի եմ, հաստատ չեմ գրի, էլի, Կալավանի գիտական եւ արկածային զբոսաշրջության կենտրոն եւ որոնում տամ համացանցով ավելի հեշտ ոնց կգտնենք։ Ավելի հեշտ Timeland, այո։ Հիմա օրինակ այս պահին գյուղում կա հյուր, որ եկել է եւ ձեր միջոցով տեղավորվել։ Այս պահին ոչ, բայց մոտ 1 շաբաթից մեծ արշավախումբ ունենք, հնագիտական, որոնք կգան եւ 1 ամիս կմնան այստեղ եւ այո, Կալավանում 2 տեղումներ կկատարեն։ Վերևում ինչ է վերևի հարկում։ Վերևում հանդիպումների դահլիճ է, գրադարան, թանգարան, որտեղ մեր մոտից գտնված գտածոներն են դրվելու։ Երևի թե գնանք հյուրատներից մեկը մտնենք այնուամենայնիվ։ Գերամին, որ էլի կենտրոնում է աշխատում, մեզ ուղեկցեց ամենամոտը, բայց այս իմ պատկերացրածը չէր, Գեղանի, սա մի քիչ ուրիշ բան է, հա։ Հա, սա հյուրատների մի տեսակն է, ունենք առանձին առանձնատներ, որոնք քաղաքից գնել են, հիմա մի մասը նույնիսկ տեղափոխվում են, փորձում են տեղափոխվել, բայց այս հյուրատունը ինքը ամբողջությամբ տրամադրվում է հյուրերին։ Սա ամբողջությամբ է հանձնվում, քանի մարդ օրինակ այս տանը կտեղավորվի։ 6-8 ինքը ունեն երկհարկանի մահճակալներ էլ կան։
Մի մեծ ընտանիք հանգիստ հանգիստ կարող իսկ այդ մի մեծ ընտանիքը մի մեծ փող է վճարում, թե ոնց է, էլի գնել են։ Նորմալ, միջին։ Ես չեմ հասկանում միջինը կամ նորմալը ինչ է։ Մեկ գիշերը նախաճաշով 10000 դրամ։ Մեկ անձը նախաճաշով Մեկ անձը նախաճաշով 10000 դրամ։ հասկացա, հայաստանյան գներ են, մոտարապես լավ թվեր են, ես հասկանում եմ, որ հին տուն է եղել, պարզապես լավ վերնահարկը նորոգվել է, բարեկարգվել է, ներսում էլ տեսանք արդեն լավ պայմաններ են։ Եթե քայլարշավներից իրար եք, եկեք Կալավան, ընդհանուր առմամբ մի քանի օրում կարող եք քայլել 52 կիլոմետր, եթե ոչ ավելին, կա հիմնականում 3 այսպես ասած ուղի, երթուղի, բոլոր կողմերում իրենց ճյուղավորումները կան, բայց ընդհանուր առմամբ ընդունենք այդ հիմնական 3-ը, կան իհարկե ուղեցույց ցուցանակներ, բայց կա նաև այստեղ մի ժամանակակից դորամուծություն, պարզապես ձեր սմարթֆոնով կամ հեռախոսով, ինչպես ասում են, ներբեռնում եք հատուկ ծրագիրը, ցուցադրում է երթուղի եւ դուք հաստատ չեք կորչում անտառներում։ Առողջարարը, եկեք ու քայլեք։ Կալավանյան մեր փոքրիկ ճամփորդություններն ու արշավները շարունակում ենք, պարզում է շատ տուրիստներ, զբոսաշրջիկներ նախընտրում են նաև այս կամ նմանատիպ այլ մեքենայով արտաճանապարհային օֆ-ռոուդ, այսպես ասենք, հա, ճամփորդություններ, նրանց շատ տեղերը տարել Արմանը։ Արման ուր են գնում, ինչ են ուզում։ Բարձրանում են լեռները, մեր այսին տարբերտերի Օրինակ ասենք, եթե այս վերևի սարը բարձրանանք, Սևանա լիճը Սևանա լիճերը ու մանենց երևում, որ ոնց որ ոտի տակ։ Ափիդ մեջ, լավ, ոտի տակ չէ, ափիդ մեջ։ Վերևից ասում ես հեսա մի քիչ իշտեմ կգնեմ մեջ, հա, այդ կարգի։ Լեզվական խնդիր կա։ Չկա։ Նես թեթևակի։ Ասենք, որ նաև այս կողմերում կա նաև ամառային ճամբարի տեսակ, ուր մարդիկ ապրում են քաղաքակրթությունից հեռու, սեփական ձեռքերով կառուցում են իրենց տնակները, չէ՞։ Ապրում են նախնադարյան մարդու նման մամոնտների հետ, բայց մամոնտ չունենք։ Իջնենք։ Դուք որտեղից եք։ Որտեղացի։ Իմ պապան Շամշադինից է։ Ահա։ Հայրիկն է։ Հա։ Բարի օր։ Շամփորի շրջանից։ Ոնց եք։ Ձեր անունը։ Սամվելա։ Սամվելը Բերթի հրաշք բնությունը թողել եկել է մի ուրիշ հրաշք Մի հատ բնություն։ հրաշք գյուղ Կալավան։ Հա, ոնց եք։ Մենք լավ ենք։ Լավ, ես հյուր եմ, ուզում եմ 5 հոգի ենք պայմանական։ Տեղավորում եք մեզ։ Ո՞նց ենք տեղավորում։ Տեղ ունեք, թե չէ նկատի ունեմ։ Դե վիրատուն որ ունենք, Որն է։ տեղելուն։ Այս առաջին հարկը։ Հմ։ 5 հոգու տեղավորեցիք, 10 հոգու, թե չէ։ Չէ։ Քանի հոգու եք տեղավորում։ Մի 4 հոգի 5-րդը արդեն մեր ցանկությամբ։ Հա, մանավանդ եթե երեխա եք, կարելի է հաստատ տեղավորել, չէ՞, սնունդ տալիս եք։ Սնունդ տալիս ենք, եթե ցանկանում են։ Օրինակ նախաճաշին այն ամերիկացուն, ֆրանսիացուն ինչով կարելի է զարմացնել։ Այդ իրանց ցանկուց զարմացնելը գյուղական Տնական հավ, տնական ձու, տնական մեղր, տնական մածուն, հա։ Մեր գյուղում այն ինչ որ կա, ստեղծում ենք, այդ իրանց համար հետաքրքրություն է ուտելիքի համար։ Հիմա հյուր ունեք։ Հիմա չէ, Այսինքն հա, կարող ենք ներս եղել է, նայել։ այս երկու օրին եղել է, հիմա Ովքեր էին, որտեղից էին։ Երևանից են։ Հա, մերոնք էին։ Մեր, հա։ Ուրեմն մենք կրկնում ենք, կրկնվելով ասում ենք, որ աշխարհի կենտրոնը Հայաստանն է։ Աշխարհի ամենագեղեցիկ ու լավ երկիրը Հայաստանն է։ Հայաստանն էլ ուր գնաց, որ գյուղն էլ գնաց, պիտի համոզվես, որ Հայաստանի ամենալավ տեղն ես գնացել ու նույն զգացողությունը անդադ մենք մեր բոլոր գյուղերում ունենում ենք, իսկ Կալավանում այդ նույն զգացողությունը մի տեսակ այլ էր, որովհետև Կալավանը, այո, մեր մնացած գյուղերից կարծես թե իսկապես լավ առումով առանձնանում է։ Մեր երկիրը աշխարհի ամենալավ երկիրն է, Երկիր մեդիայի եթերում, Երկիրը հաղորդաշարն է։